Բյուջեն պարզապես թվերի մասին չէ, դա որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչն է առաջնահերթություն տվյալ համայնքի համար։ Երբեմն այդ որոշումները բոլորին հավասար չեն ծառայում։ Պատկերացնենք օրինակ մի համայնք, որի կեսից մի փոքր ավելին կանայք են։ Համայնքային բյուջեով սակայն որոշվում է կառուցել մեծ ժամանակակից ֆուտբոլի դաշտ լավագույն կահավորմամբ։ Այն հիմնականում օգտագործելու են մինչև 20 տարեկան տղաները։ Ստացվում է, համայնքի խոշոր ներդրումն ուղղվում է բնակչության ընդամենը մոտ 13%-ի ժամանցին։ Ինչպես տեսնում ենք, այս որոշումը չի ծառայում համայնքի մեծամասնության կարիքներին։ Ահա այստեղ է, որ կարևոր է գենդերազգայուն բյուջետավարումը։ Գենդերազգայուն բյուջետավարումը գործիք է, որը ցույց է տալիս, թե ինչպես են բյուջեները պլանավորվում եւ արձագանքում բնակչության տարբեր խմբերի կարիքներին։ Ինչ է պետք երիտասարդ կանանց, ինչ ծառայություններ են անհրաժեշտ տարեցներին, ինչ աջակցություն է պահանջվում փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին։ Գենդերազգայուն բյուջետավարումը ապահովում է, որ միջոցներն արդար բաշխվեն։ Այն նպաստում է աղքատության նվազեցմանը, արդյունավետ կառավարմանը, թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը։ Երբ բյուջեները զգայուն են, դրանք կառուցում են արդարություն, հնարավորություն եւ ուժեղ հասարակություններ։ Բյուջեի արդարացի բաշխումը նպաստում է համայնքի զորեղացմանը։ Միասին համոզվենք, որ բյուջեն արձագանքում է բոլորի կարիքներին։